Վերադարձանք տաղավար, ասենք, որ շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու, որովհետև հոգեկան առողջությունը թերևս մեր ժամանակներում շատ կարևոր եւ թիրախային հարց է։ Գիտնականները հետաքրքիր եզրակացության են եկել, որ դեպրեսիաների հակված մարդիկ օրինակ նախընտրում են կապույտ գույնը, ավելին հենց կապույտ գույնը նախընտրողների մեջ պետք է փնտրել պսիխոպատներին։ Սա շատ պատասխանատու հնչեց, բայց մենք տաղավարում մասնագետ ունենք, նա ավելի մանրամասն կասի։ Մեր տաղավարում է Ժեստ հոգեբանական կենտրոնի հիմնադիր ղեկավար Մարիամ Մեհրաբյանը։ Հասկանանք, արդյոք մարդու գունային նախընտրությունը կարող է շրջապատին զգուշացնել հնարավոր վտանգների մասին։ Բարի լույս, Մարիամ։ Շատ վտանգավոր սկսեցինք եթերը։ Տողերը կարդում էի եւ ուզում էի ասել, խնդրում մի հատ էլ լավ չհասկացա։ Բարի լույս, սիրելիներս։ Լույսը ձեզ հետ կարծում եմ բարի է եւ լավ օրը ապահովված է։ Վստահ ձեր հեռուստադիտողները ինձ հետ համակարծիք են եւ ամեն առավոտ շտապում են հենց ձեզ հետ սկսել։ Որտեղից այս գիտնականներին այս հետազոտությունները, ես հիշում եմ դեռևս մեր տարիներից, ինչ մեծ եմ արդեն, մեր տարիներից կար բրիտանացի գիտնականներ հասկացությունը, բայց կարծում եմ շատ այսպես ուղղակի վերլուծություն է արվել կամ մի քանի դիտարկում է արված, մարդկանց աշխատանքը չթերարժևորենք, բայց կապույտը ամենասիրելի, պայծառ, բնության հետ առնչվող գույներից է, որը որ կարծում եմ դեպրեսիա ամենախորը շերտերի հետ որևէ կապ ունենալ չի կարող, այնպես ինչպես հիմա մեր գեղեցկուհի Զարան է խիստ սևի մեջ, սիրուն ընդգծած, բայց սևը, որպես նաև մշակութային և ընդգծող գույն, դա էլեգանտության դրսևորում է։ Այնպես, որ կապույտը, սևը, կարմիրը պետք է գույներին հանգիստ թողնել և այո, իրեն կոնկրետ խորհրդանիշեր ունեն, և եթե դա ազգային, մշակութային որևէ տարրով պայմանավորված չէ, որ դարձել է ավանդույթ կամ օրինակ ընդգծում է ինչ-որ մի առիթ, սպիտակը շատ մշակույթներում նույնիսկ կորուստի ժամանակ են կրում, այնինչ մեզ մոտ դա մաքրության և պարզության շատ հաճախ ուրախություններ ընդգծելու գույն է։ Բացի անհատական մոտեցումից սիրում եմ գույների ազգային մշակութային վերլուծությունը։ Իսկ ինչ վերաբերում է դեպրեսիաներին, շատ ներեցեք, ընդհատեցի ձեր խոսքը։ Ես դեպրեսիայի հանդեպ իմ մոտեցումը երևի թե հենց Շանթի տաղավարից էլի եմ կիսել, բայց կրկնությունը այ գիտության մայրն է։ Հատկապես հիմա խորը աշուն է և երբ աշնանային դեպրեսիային ասում, մի քանի անգամ դա ժխտել եմ, որտև աշունը իր գեղեցկությամբ շատ մարդկանց է հոգեհարազատ, բայց քանի որ բնությունը դեպի քուն է գնում, հոգեվիճակն էլ է ուզում հանգստանալ և ուղղակի մարդիկ տարբեր հասարակարգերի մեջ չեն սովորել իրենց օրգանիզմին հանգիստ և դրանից ուրախանալ և երբ օրգանիզմը հանգիստ է ուզում, նրանք դրան անվանում են դեպրեսիա։ Ոչ, դեպրեսիան դա խիստ հորմոնալ և ավելի ծանր մի բանի մասին է, քան մենք առօրյայում դա օգտագործում ենք։ Մարիամ, բայց սովորաբար գույները նշանակություն ունեն մարդու հոգեվիճակի վրա, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք, ենթադրենք, ես այդպեսինն եմ, իմ սիրած գույնը կարմիրն է, եւ երբ որ ես հագնում եմ կարմիր, ես ինձ շատ ավելի վառ եմ զգում, գունեղ եմ զգում, պայծառ եմ զգում, այսինքն որևէ նշանակություն այլ միևնույն է ունեն։ Անհատական եւ խիստ անհատական կոնտեքստում կարող ենք յուրաքանչյուր գույն վերլուծել յուրաքանչյուր մարդու համար, բայց նույն ձևով կարմիրը շատ մարդկանց ուղղակի բարկացնում է եւ երբ որ կարմիր ինչ-որ բան են տեսնում, ուզում են վերացնել այդ գույնը։ Հա, ինչ-որ այդպես իսպանական զգացողություններ են առաջանում ավելի կրքոտ, բայց ես ուզում եմ գույնի եւ գովազդի հարաբերությունը չմոռանալ, որտեղ այ վարդագույնն ու կապույտը ոնց մարքեթինգը դարձրեց տղաների եւ աղջիկների գույն եւ վարդագույն բաները սկսեցին թանկ վաճառել։ Բայց դա ընդհանրապես, ինչպես ասում են, just marketing, ընդհանրապես ուրեմն մարքեթինգային քայլ է, որը որ մեծ մարդկանց խմբի հետ եւ ասում եմ մի բանը, որ 100 անգամ ես կրկնում, ինքը դառնում է նաև տարածված մի բան եւ մարդկանց ընտրությունը ուղղորդվում է։ Դրա համար շատ հաճախ ուղղակի պետք չէ դառնալ զոհ որոշակի հետազոտությունների, որովհետեւ գիտնական բառնել էր այստեղ մարքեթինգային քայլ։ Եթե չկան հղումներ, եթե չկա կոնկրետ այդ թարգեթային հետազոտությունները, մի քիչ ուզում եմ հիմա լուրջ մոտենամ հարցին, բայց եթե պետք է որ գովազդային տեսանկյունից գույները վերլուծենք, խնդրեմ։ Տեսեք,
դեպրեսիաների հետ կապված կարծրատիպային վերաբերմունք կա եւ դեպրեսիայի մեջ գտնվող մարդուն շատ հաճախ պատկերում են այսպես մուգ տրամադրությամբ, ավելի sense ինքնամփոփ, բայց արդյոք դեպրեսիայի դրսևորումը դա է, թե դա եւս կարծրատիպային է, որովհետեւ շատ կադրեր էլ կան, երբ որ լուրջ հոգեբանների մոտ նայում ենք, հակառակը դեպրեսիա ունեցող մարդիկ մի քիչ ավելի պայծառ են, անասելի շփվող են, այ ձեր պրոֆեսիոնալ տեսակետով սա ինչպես է։ Սիրով, որտեղ ձեր կողմից հնչեցրած բոլոր հարցերը օգնելու են բոլոր մարդկանց։ Այո, նախ եւ առաջ ընդգծեմ 1001-րդ անգամ, որ դեպրեսիա ախտորոշումը իր ամբողջ լրջությամբ հոգեբանների դաշտում չէ, այլ հոգեբույժների դաշտում է։ Բայց տեսեք, մարդիկ, քաղաքացիները շատ հաճախ են ասում, օй դեպրեսիայի մեջ եմ, օй նևրոզս բռնեց։ Մի բառ, որը որ արդեն վաղուց նույնիսկ չի կիրառվում։ Դեպրեսիայի լուրջ ախտորոշումը թողնենք, առավոտյան դրա մասին այդքան խոսելը տեղին չէ, բայց իրականում, այո, կարծրատիպային է մեր մոտեցումը մի բանի հանդեպ, որը ընկճվածությունը մարդիկ նկատի ունեն, բայց մենք ունենք դրա համար ընկճվածություն բառը։ Դեպրեսիան ընկճախտն է, եթե հայերեն եզրույթը օգտագործենք, ախտին չենք հասնում։ Ընկճվածության մեջ, եթե ասում ենք դեպրեսիա, շատ ճիշտ է Զառան ընդգծում, որ դեպրեսիայի մի ձև կա, որտեղ մարդը շատ ծիծաղկոտ է, որտեղ մարդու էներգիան կարծես վերեկաց է եւ ափերն է, ուղղակի ափերից է դուրս գալիս։ Այստեղ նույնիսկ կարելի է բիպոլյար խանգարումների տեսակին հասնել, քննարկել խիստ անկումային տրամադրությունից մինչև շատ բարձր տրամադրություն, բայց մասնագետը այդտեղ կարող է իր գնահատման մեջ կրկին գտնել դեպրեսիա եւ նշանակել դեղորայքային միջամտություն։ Իսկ առօրյա մեր ընկճվածությունը, հոգնածությունը եւ այլն, ունենք իհարկե գերհոգնածություն, գերլարվածություն այս մոտեցումների մեջ, դե ուրեմն եկեք նորից գանք աշնանային դեպրեսիա ճակերտներով ասված հասկացությանը, որտեղ որ ժամանակն է հանգստանալու, որտեղ որ ժամանակն է սեփական ծուլությունը ոչ թե վերածելու դեպրեսիայի, այլ մի զանգ, որ ժամանակն է գնալու արդար կամ ձեռք բերված հանգստին։ Այ խոսեցինք նոր հոգնածությունից ավելորդ, հա, շատ անգամ կանայք ամեն օր աշխատում են եւ անում են այն բոլոր գործողությունները, որոնք որ պարտավոր են անել, բայց այդ գեղեցիկ տղամարդիկ նույնպես, այդ գեղեցիկ կանանց յետևում սովորաբար եսի նկատի ունեի շատ ավելի մայրերին, որոնք ունեն շատ ու շատ պարտականություններ, որոնք որ պետք է անեն, այո, բայց այդ գեղեցիկ տեսքի յետևում թաքնված է մի կին, ով արդեն հոգնել է այդ առօրյա հոգսերին, ասենք, եւ դա էլ տանում է դեպրեսիայի, թե իսկ այս դեպքում ինչպես է պետք անել եւ նաեւ կուզենամ հասկանալ, շատերս ենք լսում ամեն երկրորդից հիմա, որ դեպրեսիվ եմ եւ ունեմ դեպրեսիա, բայց չէ որ սա կարող է եւ չլիներ դեպրեսիա, ինչպես տարանջատել սա, իսկապես այն դեպրեսիան է, որ պետք է դիմել հոգեբանի կամ ինչպես դուք արդեն ասեցիք բուժօգնության, թե սա ուղղակի հոգնածության արդյունք է։ Շատ դիպուկ կարևոր հարցերից ենք հիմա քննարկելու եւ մարդիկ շնորհակալ են լինելու ձեզ։ Իրականում մենք շատ հաճախ շատ խնամված կանանց ետևում տեսնում ենք գերհոգնած տարբեր դերերի մեջ բսկտված կնոջ։ Բնականաբար օրգանիզմը դրա համար շնորհակալություն չի հայտնելու եւ ես դեպրեսիայի մեջ եմ, արտահայտություն այն է լինելու, որ ժամանակն է ինձ ուղարկեք հանգստի։ Ես նախադասություն ձևակերպում այսպես, որպեսզի հետո բարձրաձայնեմ, բայց ով ուղարկի։ Եվ ով է մարդուն, այս դեպքում, եթե քննարկում ենք կնոջը մոր եւ տարբեր դերերում, ավելի խիստ հանգեցնում այդտեղ։ Շատ հաճախ ես նկատում եմ, որ մարդիկ անտեսանելի մեդալի համար են պայքարում, որը որ կրկին կարծրատիպերից է գալիս, տարվա լավագույն հարս, խիստ ճակերտներով եմ ասում, տարվա լավագույն կին, տարվա լավագույն մայր։ Ես կարծում եմ այս կոչումները առ ոչինչ են սեփական առողջության եւ սեփական խորը ժպիտի եւ աչքերի փայլի հանդեպ։ Եվ բնականաբար այս ամենի կողքին մենք շատ հաճախ անտեսում ենք, որ ամեն ինչի ընտրողը մենք ենք։ Եվ եթե չբաժանենք սեռերի, լինի կին, թե լինի տղամարդ, շատ հաճախ մենք պետք է պարզապես ոչ թե լավագույնի համար պայքարենք, այլ լավագույն ընտրությունը անենք մեզ համար։ Եթե մենք ընտրությունը անում ենք, որ պետք է ամեն ինչ մեր ձեռքով անենք, մենք իրականում այո կարող ենք հանգել դեպրեսիայի։ Ստացվեց մենք ընտրեցինք դեպրեսիան։ Եվ հետո ում ենք մեղադրում, որ շատ էր գործը, բայց չէ որ շատ գործերի մեջ մենք ունենք աշխատանքը բաժանելու հնարավորություն, մենք ունենք ի վերջո օգնություն խնդրելու եւ
առհասարակ ինչ-որ մի բան չանելու ընտրություն։ Եթե մեր ընտրության, մեր ուսերին, ես անդադ ընտրություն եմ ասում, որտեղ հոգեթերապիայի մեջ սեփական պատասխանատվությունից ավելի կարևոր ռեսուրս ուղղակի գոյություն չունի։ Եվ երբ որ կա կողակից, կա ընտանիք, կամ ուղղակի աշխատանքի վայր, որտեղ այդ պարտավորության չափը մեծանում է, մենք էլի ունենք ընտրություն դա չընտրելու եւ այդտեղ չգտնվելու։ Եթե հիմա մեզ կլսեն սիրելի կանայք, որտեղ նրանք շուտ են արթնացել եւ արդեն տան գործերով են կամ ավտոմեքենայի մեջ ինչ որ մարդիկ են մեզ լսում, անպայման կասեն հոգեբանը հեշտ է խոսում, հեշտ ասած, բա ոնց այս գործը չանենք, բա ոնց ես հիմա աշխատանքի չգնամ, ոչ թե հոգեբանը հեշտ է խոսում, այլ առաջարկում է, որ եթե այս պահին ձեր մտքին արդեն այս ամբողջ մտքերի համակարգն է, ուրեմն շնորհավորել չեմ կարող։ Շուտով դեպրեսիան դուռը թակելու է եւ ասելու է. «Սիրելի մարդ, հանգստի մասին մտածել ես կամ շուտով տոներն են, ինչ ես նախաձեռնել, ես ուղիղ 1 ամիս առաջ արդեն տոները ազդարարել եմ իմ հարթակում, որ գիտեք հիմա ամսի 30-ը գալու է եւ ասելու եք, օ ես սա չեմ արել, շատ հյուրեր են գալու, մնաց իմ այս գործը, իմ խնամքը, իմ այն գործը, եկեք ուրեմն ժամանակը ճիշտ ընկալենք»։ Այս վերջերս ժամանակի կառավարման եզրույթի դեմ էլ է մի փոքր սկսել պայքարել, որտեղ ասում մինչև ժամանակը կկառավարենք, ժամանակը պետք է ընկալել։ Հա, տեսեք, ես գործընկերուհի ունեմ, ով հետաքրքիր արտահայտություններ արել ու շատ տպավորվել այն մեջ այդ արտահայտությունը, ինք ասում ես գալիս եմ գործի հանգստանը, ու իրոք, այդ մարդը գալիս է գործի հանգստանը, այ հետաքրքիր է հոգեկան առողջության մասին հոգ տանելու համար էլ ինչ կարելի անել, որովհետև շատ հաճախ ասում են դե այդ կինը չի աշխատում, ամբողջ օրը տանն է, ինչի պետք է հոգնի, բայց կան կանայք, որոնք գնում են աշխատանքի, որ հանգստանան, ինչպես հոգ տանել հոգեկան առողջության մասին, ինչպես փորձել համատեղել, երբեմն անհամատեղելին կամ առհասարակ պետք է փորձել համատեղել անհամատեղելին։ Առաջինը ձեր կողմից բերված օրինակում վստահ եմ իրական դեպք է, իրական մարդու մասին, ես ինքս շատ լսել եմ այդ արտահայտությունը, տեսեք, եթե մենք տանից մի օր գնում ենք մի տեղ, որտեղ պետք է հանգստանանք, մի րոպե կանգ ենք առնում, հիշում ենք, ամենահանգիստ բունիկը դա պետք է լիներ տունը, ինչ է պատահել։ Նաև շատ հայրեր նորածինների կամ մի քանի երեխայի աղմուկի դեպքում այդ փախուստը նույնպես ունեն։ Կրկին այստեղ չունենք հայր, մայր, կին, տղամարդ տարբերությունը։ Բայց եթե օրինակի մեջ կին է, ուրեմն ահա զանգողը իսկ հետո ուր է գնալու հանգստանալու։ Ես լավ մտքեր չունեմ այս ամենի կապակցությամբ։ Այսինքն, երբ որ մենք տանից գալիս ենք աշխատանքի հանգստանալու, հաջորդ հանգստի մահճակալը լինելու է գործընկերոջս կաբինետում։ Այսինքն, եթե գալիս եմ հաջորդին, եթե նա ճիշտ ժամանակին չի ընտրում, որ լավագույն հանգստյան գոտին իրեն 10 օրով սպասում է։ Ես իրապես գիտեմ դեպքեր, որտեղ մարդիկ եւ ունեն գումար եւ կարող են ունենալ դրա ժամանակը, բայց հանգստյան գոտին նրանց համար ստրես է։ Բա որ գնամ ծովափ ու աշխատանքս փախնի, այսինքն գամ եւ ոչ մի բան իր տեղում չլինի, բա որ մեկնեմ այսինչ հանգստին թեկուզ 3 օրով եւ գամ եւ բյուջես ճեղքվածք տա, այսինքն միևնույն է, եթե դու հանգիստը ժամանակին չես կազմակերպում, իմ գործընկերոջ կաբինետում էլ մաչելի չէ եւ այնտեղ նույնպես բավականին գումար ես ծախսելու առողջությունը վերականգնելու համար։ Մարիամ, բայց այստեղից նորից գայս ենք այն եզրակացության, որ շատ անգամ մարդիկ հենց իրենք են իրենց տանում դեպի դա, հա։ Այսինքն մենք շատ էլ գիտենք շատ կանանց, ովքեր որ ամբողջ օրվա այդ Երուսաղեմից սա հասցնեմ, նա հասցնեմ, թեկուզ տան մաքրություն, թեկուզ տան դա կոչվում սիրելիս։ Ինձ համար դա կոչվում է դեպրեսիա։ Իսկ ինձ համար մազոխիստական հատկացություն։ Իսկ ով ասեց, որ պարտավոր է կինը այդ բոլորը կարողանալ անել։ Միգուցե եւ պետք է մի պաղակի կանգ առնել, հասկանալ, որ շատ ավելի կարեւոր բաներ կան կյանքում։ Ես ինձ թույլ տամ երեկվա իմ նորագույն վերապատրաստումից օրինակ բերել, խոսնակը հայուհի չէր, ինձ թվում է սա էլ կարևոր փաստ է եւ իր տրեյնինգի մեջ մի կտորում ասեց Օ, ես հիմա ինսայթ ունեմ, ամբողջ կյանքում մայրս ասում էր, անկողինդ պարտադիր հավաքիր նոր տանից դուրս արի։ Ու պտտվում եմ, ասում եմ, մայրիկ, ինչու, ասում եմ, որտեվ տունը կարող են հյուրեր գալ, բայց հյուրերի համար իմ ննջարանը ինչ կա հյուրասենյակ։
Եթե մենք հայուհիներից սա շատ հաճախ ենք լսում եւ ասում ենք ազգայինն է, ուզում եմ ասել ոչ սիրելիներս։ Դա արդեն հյուրին հաճոյանալու եւ սեփական տարածքը ճիշտ չձևակերպելու մասին է, որովհետեւ եթե անկողինը պետք է հարդարեմ, որտեվ տունը կարող է հյուր գալ, կներեք, հյուրը անկողնու հետ ինչ կապ ունի, ես կիսում եմ գործընկերոջս կարծիքը, եթե կա հյուրասենյակ։ Եկեք ուրեմն հասկանանք, որ երբ որ շվեյցարացիները մի մեթոդի մեջ ասում են, եկեք 40 անգամ կրկնենք ով եմ ես ու պատասխանենք այդ հարցին, միգուցե 40-րդ անգամ հասկանանք, որ ով եմ եսը մաքրեցինք, ինչից մաքրեցինք։ Մաքրեցինք, որ մեզ ասել են պարտադիր առավոտյան սկսիր այս գործից, որ դպրոցում պարտադիր այսպիսին եղիր, բուհում այնպիսին եղիր ու նմանատիպ ազատ եւ մարդուն ազատություն տվող վերլուծությունների մեջ հաճախ հանդիպում մեկնաբանություններ, որ ասում են հոգեբանները երեխաների դաստիարակության համար վտանգավոր մտքեր են ասում, որ պետք չէ առավոտյան, ասենք օրինակ այսօր հնչեց անկողինը հարդարել, չէ, իհարկե պետք է, եթե դու դա կարևորում ես։ Բայց եթե օրինակ նպատակ պետք չէ դարձնել։ Չգիտեմ, քո կիսա թափած սենյակը քո համար ժպիտի աղբյուր է, խնդրեմ, բայց եթե դու դրանից պետք է տխուր գնաս, ուրեմն ետդարձիր եւ հարդարիր անկողինդ։ Մեր էմոցիաների աղբյուրը, ես էլի եմ գալիս դեպի դեպրեսիան։ Մեր էմոցիաների աղբյուրը մեր արարքների մեջ է։ Ընտրեցի արարք, որ հիմա ես այստեղ նստած եմ եւ ձեզ հետ շատ հաճելի է, ես գոհ եմ ինձանից։ 3 օր առաջ չէի կարող համաձայնվել գալ, որովհետեւ այսքան գոհ չէի լինի, այլ գործեր ունեի։ Այ ունիվերսալ ինչ-որ խորհուրդներ կան կյանքի համար, որ կարող ենք կիրառել, ինքներս մեզ հանգիստ տալու եւ այդ հանգիստ տվածի համար մեղավոր չզգալու, որովհետեւ ես ինքս էլ ունեմ այդ խնդիրը։ Եթե ես մի օր չեմ աշխատում կամ իմ տեսակետով պակաս եմ աշխատում, ես սարսափելի մեղքի զգացում եմ ունենում, ինձ թվում է աշխարհը առաջա գնում, ես մնում եմ իմ տեղում, արդեն ես անցա իմ հոգեբանական խնդիրների վերլուծության։ Իմ հետ մի քիչ այդպես է։ Երբ նախադասությունից վերլուծենք, բայց ես սիրով։ Չէ, բայց այդ խնդիրը շատ տարածված է։ Իմ ընկերների շրջապատում էլ շատ մարդիկ կան, որոնք ասում են, որ այսօր ես չարեցի, ու սենց զգում եմ, թե ինչքան մեղքի զգացում են իրենք ունենում։ Ինչ-որ խորհուրդներ կան, որ դե լավ, հիմա այդքան էլ բան չենք, ոչինչ։ Ես իհարկե գիտելիքները տարածելու մեջ շատ շռայլ եմ եւ հիմա կփորձեմ գիտելիք տարածել, բայց ունիվերսալ խորհուրդները իմ կողմից չեն կարող լինել, այսինքն ինչ որ ասեմ այս պահին այստեղ կարող է մենակ ձեզ օգտակար լինել, բայց եթե այլ մարդկանց ես մենակ ուրախ եմ։ Գանք այնտեղ, որ մեղքի զգացումը չարված աշխատանքի համար շատ հաճախ նաև մոտիվացիայի աղբյուր է լինում եւ այստեղ է, որ մարդը ընկնում է թակարդը։ Ի սկզբանե գալիս է, որ ես դասերս լավ անեմ եւ շատ գոհ կգնամ դպրոց, ես տան աշխատանք ավարտեմ եւ հանգիստ սուրճս կխմեմ, ուզում եմ զգուշացնել, սրանք թակարդներ են, որոնք լարում ենք մենք մեր դեմ, բայց արմատում էլի մենք չենք կանգնած, արմատում մեզ նաև այդպես սովորեցրել են, չգնանք դեպի մանկություն, այստեղ եւ հիմա անցնենք առաջ, թե ինչպես դա չանել։ Շատ կարևոր է պատկերացնել այդ երկու արարքը, ես երբ չեմ անում, ինչ եմ շահում, խնդրեմ պատասխանեք։ Հանգստանում եմ մի քիչ։ Մի անգամից ասենք մի քիչ։ Մի քիչ։ Որովհետեւ մեղքի զգացումը խանգարում է ինձ հանգստանալ Ես ամբողջությամբ։ երբ այս աշխատանքը չեմ անում, ինչ եմ ստանում։ Ոչ մի բան։ Նշանակում է շատ խորը համոզմունք կա, որ աշխատասիրությունն է իմ պարգևը եւ աշխատանքի արդյունքն է իմ պարգևը։ Այսինքն պարգևատրման մեխանիզմի մեջ պետք է անել լիարժեք փոփոխություններ։ Հանգիստն է իմ պարգևը, ոչ թե աշխատանքը։ Հա, համաձայն եմ։ Սա ընդհանրապես մտքի փոփոխություն է, եւ եթե դա մենք ամեն օր ամրապնդենք, մենք կստանանք հանգստի ժամանակ լիարժեք հանգիստ եւ մտքեր, եւ ոչ թե մեղքի զգացում պարկի նման կախված այստեղ։ Որ նույնիսկ ախորժակի վրա է ազդում, էլի գնացի դեպրեսիայի մեջ, ես է հանձնարարությունն եմ դեպրեսիայի խոսելու եւ ամեն ինչ բերում եմ այդտեղ, որը պարկն է մեղքի զգացում է, ախորժակն է փակում, տրամադրությունն է գցում, բայց եթե մարդու հակվածությունների մեջ այն է, որ ինքը պետք է շատ դրական ներկանա, դա դնում է մի կողմ դրական է ներկանում, օրգանիզմը գցում է երկու քարի արանքում, ինքը տխուր է, տխրություն ցույց չի տալիս, ցույց է տալիս լավատեսությունը, լավ միտք չէ, որտեվ կրկնում եմ, օրգանիզմը շնորհակալություն չի ասում դրա համար։ Այնպես որ պարգևատրման մեխանիզմը փոխում ենք։
Հա, հետաքրքիր էր։ Շնորհակալություն։ Մենք այսօր մի քիչ ուրիշ բաներից էինք որոշել խոսել։ Ուզում ենք գույներից մի փոքր խոսել, գույների նշանակությունից, բայց միևնույնն է, նաև հասկացանք մեր հարցերի պատասխանները, այո, ստացանք։ Եթե կարելի է ձեր գույները ինձ կասեք ճանապարհելուց առաջ, ձեր կյանքի գույները։ Ես կարմիր միանշանակ։ Կարմիր սև։ Կարմիր սև։ Հրաշալի համադրություն է։ Ես նույնպես չէի հրաժարվի իմ գույները ասելուց, սև սպիտակ կարմիր։ Սև ու սպիտակը մշտապես համադրում եմ որևէ կարմիր ուրեմն դետալով։ Նշանակում է կանանց այս խումբը կարմիրը գնահատում է։ Թող պատասխանեն հետևորդները, իսկ դա գնահատվում է որպես տրամադրության գույն, թե նրանց բարկացնում է մեր լավ տրամադրությունը։ Հանրարարություն հեռուստադիտողին։ Շատ շնորհակալություն։ Ես էլի կգամ։ Մենք կսպասենք սիրով։ Հրաշալի զրույց ստացա։ Համենայն դեպս մենք էլ մեզ համար ինչ-որ հարցերի պատասխաններ ստացանք։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք։ Սիրեցի գրկեցի ստեցի։ Փոխադարձ։ Շնորհակալություն։ Իսկ հիմա կարծեմ մի լավ ու կարմիր երաժշտություն Շանթի եթերում։